Առաջին լրատվականը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ, նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետի միջնորդությամբ զբաղեցրած պաշտոնից ազատ է արձակել Կամո Քոչունցին, որը զբաղեցնում էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Գեներալ լեյտենանտ Կամո Քոչունցը գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել էր 21 թվականի սեպտեմբերի 13-ին։ Քոչունցը զինված ուժերում էր 1992 թվականից, եղել է զինվորական կոմիսար։ Բանակային երկու կորպուսների հրամանատար, 13 թվականից նախագահի հրամանագրով նշանակվել է գլխավոր շտաբի կազմ զորահավաքային վարչության պետ։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա հենց այդ պաշտոնն էր զբաղեցնում։ Թե ինչպիսի զորահավաք է իրականացրել պատերազմի օրերին, նույնիսկ չարժե մեկնաբանել, պաշտոնան կարվելու փոխարեն գեներալ լեյտենանտը նշանակվել էր գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակվել ռազմական համալսարանի պետ գնդապետ Արթուր Երոյանը։ Հունաստանից համակային զորքերի ակադեմիան ավարտած Արթուր Երոյանը պատերազմի օրերին ուսումնական բրիգադի հրամանատար էր, փառապանծ մարտական ուղի է անցել բրիգադի նորակոչիկների հետ։ 21 թվականի մարտի 18-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Երոյանը նշանակվել էր հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, իսկ արդեն նույն թվականի դեկտեմբերին նախագահի հրամանագրով Արթուր Երոյանը նշանակվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ։ Ռազմական համալսարանում այս 2 տարիներին շոշափելի բարեփոխումներ է իրականացվել Երոյանի գլխավորությամբ։ Դեռ անցած տարի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արթուր Երոյանը նշել էր, թե ռազմական համալսարանի կուրսանտները ռազմական համալսարանն ավարտելուց անմիջապես հետո 3 սենյականոց բնակարան կստանան Երևանում։ Մեր ամբողջությամբ մեր ուսումնական ծրագրերը, ուսումնական մեթոդները ամբողջությամբ փոխել ենք։ Արդեն իսկ փոխված է։ Անցել ենք ուսանողակենտրոն եւ ինտերակտիվ դասընթացների ուսումնական ծրագրերի ու այդ մեթոդներին։ Կարող եմ մի փոքր օրինակ բերել, նախ մեր համալսարանը միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է Հայաստանի Հանրապետությունում, որ բոլոր ուսանողները, կուրսանտները ապահովված են անհատական համակարգիչներով։ Մեր դասախոսները ինչպես են կազմակերպում դասապրոցեսը, նախորոք էլեկտրոնային եղանակով պատրաստում են նյութերը։ Տեսական մասը ցանկացած առարկայի, ճշգրիտ առարկաների մասով, հումանիտար թե ռազմական։ Տեսական մասը պատրաստում են 1-2 տարբեր տեսաբանների, տարբեր մասնագետների թեզերի միջոցով եւ էլեկտրոնային եղանակով փոխանցում են կուրսանտներին։ Տեսական մասին ամրակցվում է վիդեո դասերը։ Դասախոսը այն նյութը, որ պետք է մատուցեր լսարանում, Plus ավանդական իրականացում է դասապրոցեսներ, լեկցիաներ, այսպես կոչված լեկցիաներ, որ դասախոսը գալիս է, դասախոսությունը կարդում է եւ դասապրոցեսը վերածվում է թելադրության։ Ուսանողները դասախոսի համառոտագրում են դասախոսի ասածները։ Այս տարբերակով այդ նույն իրավիճակն է, բայց դասախոսը անցկացնում է այդ ամեն ինչը տեսախցիկների առջև եւ նույնպես էլեկտրոնային եղանակով ամրակցում է այդ նյութին եւ փոխանցում է ուսանողին։ Նախագահը ընդունելով վարչապետ Փաշինյանի առաջարկությունը Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար է նշանակել գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։ Արտակ Բուդաղյանը եղել է նաև զորամասի հրամանատար, բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գլխավորել է բանակային կորպուս, սակայն 21 թվականին նշանակվելով այդ պաշտոնին 23-ի փետրվարին ազատվել էր, իսկ մոտ 1 ամիս անց նշանակվել հատուկ հանձնարարությունների գծով սպա։ Բուդաղյանի անունը հանրությանը հայտնի է դարձել 13 թվականին նա հուլիսի 1-ին ծանր վիրավորվել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, իսկ եղբայրը գործարար Ավետիք Բուդաղյանը սպանվել էր։ Նախկին իշխանությունների օրոք քրեական գործով մեղադրյալները Սյունիքի նախկին մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանն ու թիկնապահը Զարզանդ Նիկողոսյանը պարզապես արդարացվել էին։ Այժմ գեներալ-մայոր Բուդաղյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար։ Զորքերի միացյալ խմբավորումը ստեղծվել է 16 թվականի հայ-ռուսական համաձայնագրով։ Այն ներառում է Հայաստանի 5-րդ բանակային կորպուսն ու Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի ստորաբաժանումները։ Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնը թափուր էր 23 թվականի մարտից, երբ այդ պաշտոնից ազատվել էր գեներալ լեյտենանտ
Տիգրան Փարվանյանը։ Եվ ահա մոտ 1 տարի թափուր մնալուց հետո այս պաշտոնում նշանակվում է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, ընդ որում ուշադրության է արժանի փաստը, որ դա տեղի է ունենում ներքին հանդի ուղղությամբ ադրբեջանական սադրանքից հետո, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր։ Տեղի ունեցած պաշտոնանկությունների նշանակումների շուրջ էլ այս պահին քննարկում ենք ունենալու իրավապաշտպան Նինա Կարապետյանցի եւ վերլուծաբան քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Եվ այսպես Տիկին Կարապետյան, սկսենք ձեզնից, որքանով այս զարգացումները, նկատի ունեմ պաշտոնանկություններ եւ նոր պաշտոնների նշանակումներ կապ ունեն նախորդին ներքին հանդում տեղի ունեցածի հետ, որովհետեւ երեկվանից մենք տեսնում ենք համացանցում բավականին բուռն քննարկումներ են, թե օրինակ ինչ գործ ունեին երկրապահները ներքին հանդում, ինչ է տեղի ունենում ընդհանրապես մեր բանակում, դուք որքանով եք կապ տեսնում այս փոփոխությունների միջև, թեև նշվում էր, որ ազատվող բարձրաստիճան զինվորականը ուղղակի արդեն տարիքային խնդիր ուներ, համեցեք։ Ես չեմ կարծում, որ տարիքային շեմը հատել էր, դա էր պատճառը, որոշակի այլ պատճառաբանություն էլ պիտի լիներ։ Ես չեմ հասկանում նաև ինչպես են տարբեր պաշտոնյաներ շարունակել մնալ իրենց պաշտոններում, հատկապես 20 թվականի պատերազմից հետո։ Ինչ վերաբերում է նոր նշանակումների, գիտեք, ես չեմ հավատում, որ միացյալ խմբավորման ղեկավար կարող է նշանակվել մարդ, ում թեկնածությունը չի հաստատվել Ռուսաստանի կողմից, իսկ ինձ համար ցանկացած թեկնածություն, որը հաստատվում է ռուսական կողմից, մեղմ ասած, այդքան էլ վստահելի չի։ Այն գոնե պարզ տրամաբանությամբ, որ ինքնին Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական զորքը իր գոյությամբ կասկածները առաջացնում էր անվտանգության հետ կապված, կասկածը առաջացնում բոլոր այն մարդիկ, ովքեր ժամանակին վերապատրաստումներ են անցել ռուսական այդ տրամաբանության մեջ, իրենց այսպես Պավուշենյա կվալիֆիկացիա անունը դրվել, բայց իրականում պարզ չի, թե վիրբովկա է եղել, թե ինչ է եղել։ Մի խոսքով, գիտեք, չգիտեմ, ես հույս չունեմ, որ գործող իշխանությունները կկարողանան կամ ցանկություն ունեն որևէ քայլ անելու, որը կբերի մեր անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Դա ոչինչ չի հուշում, էլի, այդ տրամաբանության մեջ։ Այսինքն այս փոփոխությունները կարծում եք չեն տանում, այսպես ասած, բանակի բարեփոխման, առողջացման, այն ինչի մասին խոսվում է առնվազն 44-օրյա պատերազմից հետո դրա անհրաժեշտության մասին։ Բազմաթիվ գործողություններ կային, որոնք կարող էին եւ բերելու են քիչ թե շատ ավելի կայուն անվտանգ իրավիճակի, բայց նորից եմ ասում, ես չեմ հավատում, որ միացյալ խմբավորման ղեկավար կարող է նշանակվել մարդ, ում անձը հաստատված չի ռուսական կողմից, իսկ ցանկացած անձ, ով հաստատվել է այդ կողմից, նշանակում է, որ բացարձակ վստահելի է ռուսական կողմի համար։ Մեզ համար ռուսական զորքի գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դա առանձին մարդիկ ասում են շատ երկար ժամանակ, ինձանից էլ շատ ավելի վաղուց, որ ինքը իր էությամբ մեզ համար վտանգ է ներկայացնում։ Եվ դա ապացուցվեց նաեւ այս վերջի դեպքերի հետ կապված, որ իրենց ներկայությամբ եւ եվրոպական դիտորդների, անզեն դիտորդների ներկայությունը շատ ավելի մեզ համար անվտանգ է, շատ ավելի երաշխիք ներկայացնում, քան զինված ռուսական զորքը այնտեղ գտնվելով։ Նորից ռուսական կողմից սրտի ցանկացած պաշտոնյա մեզ համար վտանգ է։ Հետաքրքիր է, Տիկին Դալաքյան, դուք նույնպես կարծում եք, որ առանց ռուսական միջնորդությամբ այստեղ այդ պաշտոնին որևէ մեկի չէին նշանակի ձեր գնահատականն ու դիտարկումը եւ թե որքանով էր այս փոփոխությունը կապված նախորդին ներքին հանդում տեղի ունեցածի հետ։ Գիտեք, եթե ես տեսնեի փոփոխություններ բանակում կապված ուրեմն 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված 5-րդ Շարասյան անդամների հետ կապված, որ այստեղ կան ռուսական գործակալներ, որոնց պատճառով մենք պարտվեցինք, եթե այդ քննիչ հանձնաժողովը հիշում եք, որ ստեղծվեց եւ պետք է պարզեր, թե ովքեր են եղել այն անձինք, որոնք հրաման են տվել չկրակել օրինակ, որի պատճառով մենք կորցրել ենք դիրքեր, ունեցել ենք զոհեր,
էր, բայց այս 4 տարին ոչինչ չկատարվեց, քննիչ հանձնաժողովը որևէ արդյունք չունեցավ, իսկ 4 տարին բավական ժամանակ է, Միացյալ Նահանգներում դա նախագահի պաշտոնի ժամկետ է, որպեսզի հասկանանք վերջի վերջո ինչ է տեղի ունեցել պատերազմի ժամանակ։ Տիկին Դալաքյան, նոր պիտի հրապարակեն, անընդհատ երկարացրին, չէին հասցնում ավարտին աշխատանքները, հիմա խոստանում են հրապարակել, գոնե այս անգամ հնարավոր է հանրությունը տեսնի վերջո, որովհետև մենք գիտենք քարորյա պատերազմի հետևանքով ձևավորված հանձնաժողովի արդյունքները, զեկույցները այդպես էլ հանրությանը հասանելի չեղավ, բայց հիմա գոնե այդ հանձնաժողովի նախագահը խոստանում է այսպես ցնցող բացահայտումներ այն մասով, որ մասով կարող են հանրությանը տեղեկացնել։ Առաջիկայում խոստացել են այդ զեկույցը հրապարակել։ Գիտեք, դուք նշեցիք քաղաքագետ եմ ռազմական ոլորտում, այդտեղ բոլոր անձանց չեմ ճանաչում, Տիկին Կարապետյանցը ինձ լավ գիտի, բայց ելնելով նրանից, որ 4 տարի լռություն էր, հիմա այսպես Քերոբյանին ազատում են, ռազմական ոլորտում անձանց փոխում են, ես ուղղակի կարծում եմ, որ սա կապված է նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ ժողովրդին, որ որոշակի փոփոխություններ է կատարում, նաև բանակի հետ կապված, մանավանդ վերջի դեպքերը, բայց ինձ թվում է սա ուղղակի անձանց տեղափոխություն է, ոչ այլ ինչ, թող ես պեսիմիստ լինեմ, ապրենք կտեսնենք, թող հրապարակեն անունները, մենք էլ համարվենք Նիկոլ Փաշինյանին ուղղակի անիմաստ քննադատողներ, բայց ես չեմ կարծում, որ կհետևեն լուրջ քայլեր եւ իրոք բանակը կմաքրվի այն գործակալներից, որոնք ես վստահ եմ եղել են, որոնց հետևանքով մենք պարտություն ենք ունեցել։ Օրինակ շտաբի պետը ինչ է Փաշինյանը ասում, որ իրեն սխալ է զեկուցել, չէ, ասել է մենք կարող ենք մինչեւ, չգիտեմ, Խաղաղ օվկիանոսը գրավենք, չէ, այդպես էր նա ներկայացնում, բայց ինչ եղավ, շտաբի պետը ոչ մի պատասխանատվություն չենթարկվեց։ Այսինքն գլխավոր կամ Մովսես Հակոբյանի մասին էր խոսվում, նա էլ էր խոստանում ցնցող բացահայտումներ, զապիսներ եւ լռություն։ Ելնելով այս իշխանության վարած 4 տարվա քաղաքականությունից, նաեւ ընդդիմության հանդեպ, չէ, որ ասում է Պողոս Պողոսյանին դուք սպանել եք, ամբողջ Հայաստանը գնել եք, բայց նրանք այսօր ընդդիմադիր падգամավորներ են։ Ես չեմ տեսնում, որ վարչապետը իրոք գդում է փոփոխությունների ճանապարհով։ Թող հրապարակեն, մենք էլ զարմանանք եւ ուրախանանք, բայց ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը ուղղակի պատրաստվում է ընտրությունների, փորձում է իր ցածր վարկանիշը որոշակի ձևով բարձրացնել եւ ցույց տալ ժողովրդին, թե ինքը միակն է, ով աշխատում է։ Ահա փոխում է ընտրությունների մասին է խոսքը։ Դուք կարծում եք այդպիսի նախադրյալներ կան, որովհետեւ իշխանական падգամավորները այստեղ տաղավարում բազմիցս հայտարարում են, որ այդպիսի նախադրյալներ չկան, ընդհանուր նշում են, որ այս հարցում մեկ անգամ ընդդիմության հետ համամիտ են, ընդդիմությունն է նշում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն Հայաստանում փոփոխությունների համար։ Սկզբում ես էլ էի մտածում, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում գնալ արտահայտությունների, մանավանդ այսօրվա իր լեգիտիմությունը չեմ կարծում դա թույլ է տալիս, բայց ելնելով այս սահմանադրական փոփոխություններից, Ազատություն ռադիոկայանի ձեռքին դուք հիշում եք, հայտնվել էր սահմանադրության օրինակ փոփոխությունների, որտեղ Նիկոլ Փաշինյանը փորձում էր որակյալ մեծամասնությունը փոխարինել ուղղակի մեծամասնության, որովհետեւ կարողանա երրորդ անգամ գալ իշխանության, այսինքն տեսնելով, որ ժողովրդի մեծամասնությունը այլևս իրեն չի վստահում, ինչ որ դաշինքների միջոցով նորից վերցնել վարչապետի պաշտոնը արդեն երրորդ անգամ եւ սահմանադրական փոփոխությունները ես կարծում եմ ուղեկցվելու են արտահայտությունները վերջերս Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցն է նայում իսկ նա ինչ որ մտերիմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ կարծում եմ ականջալուր է Նիկոլ Փաշինյանը նրան նշվում էր որ սահմանադրական փոփոխությունները պետք է ուղեկցվեն արտահայտ ընտրություններով հնարավոր է Նիկոլ Փաշինյանը գնա դրան եւ իր փոփոխությունները իր ցանկացած ստանալու նպատակով արտահայտ ընտրություններ իրականացնի միգուցե խորհրդարանում ունենալով նաև այսօրվա ընդդիմության փոխարեն ավելի լոյալ, մի փոքր այլ դեմքով, պակաս ռուսամետ, արևմտամետ դեմքերով պրոգրեսիվ նոր անձանց։ Ես դա չեմ բացառում, հնարավոր է համարում այդ սցենարը։ Տիկին Կարապետյան, արդյոք համամիտ եք նման սցենար, որքանով կարող է կենսունակ լինել արտահերթ գործընթացներ, որոնք նաև սահմանադրական հանրակրվեով կզուգակցվեն։ Ցանկացած գործողություն, որը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել, ինքը գնալու է այդ քայլերի։ Ցանկացած գործողություն։
Այնպես որ բոլոր տարբերակները հնարավոր են, բոլոր տարբերակները քննարկման ենթակա են, սպասել կարելի է ամեն ինչ, որովհետև շատ պարզ տրամաբանություն, որովհետև այս ամբողջ անցած ճանապարհը, ինչը մենք ստացանք 2018 թվականից, հատկապես 20 թվականից հետո, չի հուշում, որ իր նկատմամբ թավշյա վերաբերմունք ա լինելու, չի հուշում, որ կարող է անպատիժ մնա, եթե իսկապես ունենանք իրական իշխանափոխություն, իշխանության փոփոխություն, տրամաբանական ողջամիտ փոփոխություն, առողջ փոփոխություն, ոչ թե իշխանության փոխանցում, ինչպես ունեցել ենք Քոչարյանից Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանից էլ Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում երաշխիք ստացան ու փաստորեն ստացան էլի, բացի երաշխիքներից նաև պաֆակտու ստացան իրենց անպատիժ մնալը մարտի 1-ի գործով մի հատ արդարացում նվիրեցին, այն որ ասում ախպեր նախորը տենց նվեր չեր անի։ Մյուսով էլ այնքան ձգձգեցին գործը, որ վաղեմության ժամկետով գործերը փակվեցին։ Նույնը արվեց Սերժ Սարգսյանի հետ կապված։ Նույնը կարվի հիմա Երանուսյանի հետ, բոլորին տրվելու էր բան, հա, տրվել էր երաշխիքները, եւ այդ երաշխիքները կյանքի կոչվեցին։ Հիմա Նիկոլ Փաշինյանին կարևորը կամ մնացան կամ փոխանցել այնպիսի խմբի, որը իրանք խոստանա եւ ի վիճակի կլինի իր համար այդպիսի նույնանման երաշխիքներ ապահովել։ Արդյոք կան այդ խմբերը, որոնք իրեն երաշխիք կտան, ինքը ես կարծում եմ որևէ մեկին չի վստահում, համոզված չի, մոտավորապես բանը, հա, այնքան բանը արել, որ ես չգիտեմ այդ ով պիտի լինի, որ իրան երաշխիք տա։ Հետևաբար ինքը պիտի ձգտի վերարտադրման նորից հերթական անգամ, ինչ գնով էլ որ ուզում է դա լինի։ Տիկին Կարապետյան ծիդեպ Տիկին Դալաքյանը նշեց քննիչ հանձնաժողովի գործունեությունից չգրանցած արդյունքներից ես եւ դուք այնքան հին ենք, ես եւ դուք այնքան հանձնաժողով ենք տեսել, մենք այնքան բան ենք լսել, դե ասում արդեն մեծացել ենք, էլի ինձ թվում է մենք չենք մեծացել, մենք ծերացել ենք այդ հանձնաժողովների վրա, մեզ այնքան շատ են կերակրել ու այնքան վաղուց են կերակրում այդ բաներով, հանձնաժողովներով, 16 բանի 4-օրյա պատերազմի արդյունքները, հետևանքները, ռեպորտները մենք ասում սպասում ենք ու չտեսանք, ու էլի բազմաթիվ գործողություններով գնահատականներ, կոպեկ առ կոպեկ, չգիտեմ, այն ասում ոչ մի մուկ, ոչ մի ձուկը, դե լավ, հո ես ու դուք ասում երեխա չենք, արդեն հերիք է, ջնջեք, չկա տենց բան, եթե ուզում ես, եթե կա հարց, որը պետք է փակել ու փակել հավերժ, դարվում է հանձնաժողովների միջոցով։ Մանավանդ այն պայմաններում, որ մենք ամենօրյա ռեժիմով ստանում ենք մաքսիմում տոքսիկ ինֆորմացիա բարձրագույն իշխանությունից, սկսած նրանից, որ չգիտեմ, էլ Մասիսը մերը չի, էլ բանը մերը չի, գյուղերը մերը չեն, էլ Վարդինիսում դատարան պետք չի, էլ չգիտեմ, էլ մի խոսքով ամեն ինչ իրացրած, որ ակնկալել, որ նորմալ ադեկվատ իրավիճակ ախպոտպես էլ ասում թարգեք, այդ հանձնաժողովները մոռացեք, չկա տենց պատմություն։ Այստեղ պիտի փոխվի իշխանություն, պիտի գա նորմալ, ադեկվատ տեղական արտադրության իշխանություն, որևէ մի կողմի բաները շահերը չսպասարկող, որպեսզի մենք կարողանանք ունենալ ինչ որ ժամանակ հետո գնահատականներ, հանձնաժողովով կլինի, պարլամենտով կլինի քաղաքական գնահատական, հետո իրավական գնահատական, բայց այդ ամեն ինչը կարա լինի միայն մի դեպքում, եթե այստեղ լինի մեր տեղական արտադրության մեզ պատկանող բացառապես Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող իշխանություն։ Մնացած բոլոր պայմաններում այդ բոլոր հանձնաժողովները ուղղակի գիտեք մարդկանց ձեռ առնելն է։ Տիկին Կարապետյան, կա այսօր այդ այլընտրանքը։ Մարդիկ, եթե փնտրեն, իրանց համար կգտնեն այլընտրանքներ, մի կողմից, մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ արագ տեմպերով ինչ որ գործընթացներ ընթանում են, ես մտավախություն ունեմ նաև, որ ալտերնատիվ, այսպես ասած, ընդդիմություններ են փորձում ստեղծվել, որոնք որ այդքան էլ վստահելի չեն, մեր հասարակությունը, բայց գիտեք, մենք ասում ենք բան են, տենց անջատված են, տենց հոգնած են, չգիտեմ, մոլորված են, շփոթված են, բայց մեր հասարակությունը շատ զգայուն է։ Մենք այնքան երկար ու ակտիվ քաղաքական հասարակություն ենք ունեցել, թեպետ մեղադրում են, որ քաղաքական չեն եղել, բայց այդքան էլ տենց չի, էլի մեր տարբեր հարցերով միտինգները, ելույթները, չգիտեմ, այդ խոսույթները, հավաքույթները, ամեն ինչը հուշում են, որ մերոնք շատ փորձառու են։ Մերոնք կզգան, մեր հասարակությունը կզգա, որտեղ են իրան ուզում խաբել։ Այսակասեն անպայման Նիկոլ Փաշինյանը եկավ չզգացին,
Այս էլ իրանց հերթական փորձություններ, մեր բոլորի հերթական փորձություններ, այս էլ ավելացնում ենք մեր այդ ոնց է կոչվում կապիլկը, հա, այդ մեր փորձառության մեջ ու սա հաշվի առնելով պիտի կարողանանք ճիշտ ընտրություն անել, ուրիշ տարբերակ չկա։ Ես գիտեմ, որ ինչ որ գործընթացներ կան, ինչ որ խմբեր ձևավորվում են, հույս ունենամ, որ այնքան արագ դա կլինի, որ մենք չենք կորցնի մեր պետականությունը, որովհետև այն ինչ որ տեղի ունենում հիմա, ես մեծ մտավախություն ունեմ, որ սա տանում է մեր իսկապես պետականության կորստին։ Տիկին Դալաքյան, դուք ինչ եք կարծում, կա այսօր այլընտրանք? Տիկին Կարապետյանցը ասում է, որ ժողովուրդը փնտրի կամ փորձի տեսնել, կտեսնի, կա այդ այլընտրանքը։ Գիտեք, ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը այնքան շատ ներողություն վատ վիճակում է, որ միայն Նիկոլ Փաշինյանը կարող է մեր ժողովրդին փրկել կամ ղեկավարել։ Ինքը Փաշինյանը ամեն ինչ արել է, որ այլընտրանք չլինի։ Այս նախկիններին քաղաքական դաշտում պահելու նպատակներից մեկն էլ հենց դա էր։ Բա ես չլնեմ Քոչարյանը լինի, Սերժը լինի, հենց դրա համար էլ նրանք պահում են քաղաքական դաշտում եւ այն անձինք, որոնք իրոք ուզում են ինչ-որ մի բան փոխել, նրանք չեն երևում։ Ձեր լրատվականի հյուրեր շատ լինում, որոշ անկախ լրատվականների, որոնք հեռուստացույցով իհարկե մեր ժողովուրդը նրանց շատ քիչ է տեսնում, բայց իհարկե կան այդպիսի մարդիկ։ Ես միշտ ասել եմ, որ տեխնոկրատների կառավարություն պիտի ստեղծվի, բանիմաց անձանց, եւ ժողովուրդը կարող է նրանց սկզբում լավ չճանաչել։ Մենք Նիկոլ Փաշինյանի թիմից ես էլի եմ կրկնում, ում էինք ճանաչում։ Միայն Նիկոլ Փաշինյանին էինք ճանաչում, ինքն էլ եկավ իշխանության, ոչ թե որովհետեւ համաժողովրդական վստահություն էր վայելում, Նիկոլ Փաշինյանը վաղուց քաղաքական դաշտում էր, հիշում եք, ելք դաշինքա, ինչքան ձայն ուներ, բա ինչ է ժամանակ Նիկոլ Փաշինյանը 90% վարկանիշ չուներ, որովհետեւ Սերժ Սարգսյանը այնքան ոչ ընդունելի էր մեղմ ասած, որ այդ ալիքի վրա իրենք ներդրեցին այն անձին, որը իրենց պետք էր եւ ժողովրդին ըստ էության խաբեցին, բայց ժողովուրդը շատ արագ ամեն ինչ հասկացավ։ Ցանկության դեպքում մեր ժողովուրդը լավ էլ դիտում է, ես դիտումները տեսնում եմ, այդպիսի մարդիկ կան, ուղղակի պետք է նրանց մի հարթակում հավաքել, չթողնել որպեսզի իշխանությունը որոշ խելացի անձանց ես տեսնում եմ փորձի ներքաշել իրենց խաղերի մեջ, հավանաբար ասում են մենք ուզում ենք մի բան փոխենք, բայց չի լինում, Պուտինը չի Հավատացեք, Նիկոլ Փաշինյանը որևէ բան չի ուզում փոխի։ Ես այս 4 տարիների ընթացքում հասկացել եմ, որ ավել 5 նրա գերնպատակը իշխանության մնալն է։ Եվ այն փաստը, որ այս ծանր օրերին նա մտածում է, թե ինչպես կարող է 3-րդ ժամկետով գալ, եւ այդ սահմանադրական փոփոխությունները դրան են ուղղված, ցույց է տալիս, որ իրեն հետաքրքրում է միայն իշխանությանը մնալը։ Թե ինչու է նա մնում իշխանության, չի վստահում, որ կհեռանա իրեն հանգիստ կթողնեն, թե շատ է սիրում, դա արդեն այլ հարց է։ Մի բան ակնհայտ է, որ ֆորս մաժորային իրավիճակում իսկ ես վստահ եմ, որ շատ շուտով ցավոք Միացյալ Նահանգների այս հետությունների հետ կապված իրավիճակը տարածաշրջանում կարող է լարվել։ Այլընտրանք չի լինելու, քան ձևավորել նորմալ կառավարություն, կարող է ճգնաժամային, չգիտեմ ինչպես դա կկոչվի, որը մեր ժողովրդին պիտի հանի այս իրավիճակից, քանի որ Նիկոլ Փաշինյանը ունի ապագայի տեսլական, որ ասում է ապագա կա, մենք տեսնում ենք, որ իր հետ ապագա չկա, իր հետ ապագան մշտապես նվաստացած լինել է, հարցակումների ենթարկվելն է, ամեն ինչից հրաժարվելն է եւ այս երկչոտ հայացքով աշխարհին նայել է եւ ասել է եկեք մեզ փրկեք, Ադրբեջանը հեսա մեր վրա կհարձակվի։ Լավ, այս իրավիճակին, երբ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը այդպիսի գնահատականներ է քննեցնում, որ ցանկացած գնով փորձում է այս իրավիճակում մնալ եւ չհեռանալ պաշտոնից, իրեն ամուր բանակ պետք չէ եւ այս փոփոխությունները արդյոք բանակի բարեփոխմանը չեն միտված։ Խնդրեմ Տիկին Դալաքյան։ Ամուր բանակ պետք է, Հայաստանի Հանրապետությանն է նախ եւ առաջ պետք, ես չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը կարող է իրեն պետք է, բայց իրեն չեն թողնում, որ նա ամուր բանակ ունենա, այստեղ մի քանի տարբերակ կարող է լինել, ես իշխանության մաս չեմ եւ չգիտեմ ինչու է նա այսպիսի քայլեր անում, երկչոտ է, վախենում է Պուտինից, թե նրան հատուկ բերել են, որ այդպես անի, թե նա չի տեսնում ապագան, թե սխալ է իրավիճակը ընկալում, այստեղ մի քանի տարբերակ կարող է լինել, մենք կարող ենք ընդհանրապես վերլուծել Նիկոլ Փաշինյանը ինչ է անում, բայց թե ինչը իրականում կա, աշխարհը իրեն ինչ է առաջարկում եւ ինչից է նա հրաժարվում, ինչն է ընդունում, դա ես չեմ կարող ասել։ Այո, Նիկոլ Փաշինյանին պետք է
ուժեղ բանակ, եթե նա ցանկանում է Հայաստանում իրոք իրականացնել իշխանափոխություն, հեղափոխություն, շատ ներողություն, իրականացնել լուրջ բարեփոխումներ, ազատվել նախկիններից, ազատվել կոռուպցիայից, ազատվել Ռուսաստանի կախվածությունից։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին պետք է ուժեղ բանակ։ Իսկ եթե նրան ընդհանրապես պետք է մնալ իշխանության, իհարկե պետք չէ, բայց ես չեմ կարծում, որ նա իրեն երաշխավորում է այդ իշխանությունը այսպիսի երկչոտ պահվածքով, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ նա թույլ լիդեր է եւ նրան փոխելը ընդհանրապես ժամանակի հարց է։ Իսկ թե որ ուժերը օգտվեն դրանից, այդ դա շատ վտանգավոր է, քանի որ օրինակ Փաշինյանը, որ այլընտրանք չի ստեղծել իրեն, կարող են այնպիսի ուժեր օգտվել դրանից, որ մենք փոշմանենք, որ փոփոխություն տեղի ունեցավ։ Դրա համար հենց իրեն ձեռնտու է, որ ոչ միայն բանակում փոփոխություններ անի, այլ քաղաքական դաշտը մաքրի նախկին ուժերից, թողի որպեսզի իրեն լինի իսկական այլընտրանք, որ խաղաղ ընտրություններով հեռանա, քանի որ ուժով եկածների իշխանության ուժով էլ գնում են։ Ես չեմ ցանկանա Փաշինյանի համար նման սցենար։ Կարծում ինքը պետք է մտածի դրա մասին։ Տիկին Կարապետյան, դուք ինչ եք կարծում, որքանով է իրատեսական այն տարբերակը, որ այս իշխանությունը այդ չի ուզում ամուր բանակ ունենալ, ուժեղ բանակ ունենալ, ուզում է իր դիրքերն ամրապնդել, բայց դրա համար պետք չէ ամուր բանակ, ինչու այս զինված ուժերի բարեփոխումները որևէ արդյունք չտվեցին, տարբեր վերլուծություններ դա են հենց ցույց տալիս վիճակագրությունից սկսած։ Սիրան ջան, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակ ունի գործող իշխանությունները։ Ու դրանից է ուղիղ իմաստով կախված, թե այդ նպատակին հասնելու համար ինքը ինչ է անում։ Հիմա եթե մարդը նպատակ ուներ կամ խումբը, թիմը, չգիտեմ, կուսակցություն էլ չեն, էլի, առանց իզմի կուսակցություն չի լինում։ Մի խոսքով, այդ մարդկանց խումբը, որ եկան իշխանության ու համոզում են, որ տանելու են բարեփոխումների, իրական ինչ նպատակ են ունեցել։ Այ եթե քանի որ դրանք չեն հայտարարվում, բայց փաստացի մենք ունենք գործողություններ, որոնք վերլուծելով կարելի է ինչ-որ եզրահանգման գա, ես շատ խիստ կասկածում եմ, որ իրենց անհրաժեշտ էր իրապես փոփոխել բանակը, ամրացնել եւ ունենալ ամուր բանակ, շատ խիստ կասկածում եմ։ Նույն տրամաբանությամբ, ինչպես որ երկար ժամանակ ասում եմ, որ շատ խիստ կասկածում եմ, արդյոք իրանց պետք է նորմալ արդարադատության համակարգ, որովհետեւ օրինակ նույն արդարադատության համակարգ նորմալ, առողջ, կայուն, մնայուն, արժեքավոր համակարգ ունենալու պայմաններում, ես համոզված եմ, որ առանձին մի քանի դրվագներով արդեն իսկ քրեական գործ պիտի հարուցված լիներ, այդ թվում նաև գործող իշխանությունների վերաբերյալ։ Իրենց տարբեր պաշտոնյաների հայտարարությունների, չեմ ասում թքելու մնացած քաշքշոցի հավյանքի, դրա մասին չի խոսքը։ Խոսքը կոնկրետ քաղաքական հայտարարությունների մասին է եւ առանձին գործողությունների մասին է, որոնք մեղմ ասած հակասահմանադրական են, շատ մեղմ ասած հակասահմանադրական են։ Եվ եթե մենք ունենայինք իրական արդարադատության համակարգ, մենք ունենալու ենք արդեն իսկ առնվազն գոնե հարուցված քրեական գործեր, բայց մենք դա չունենք, հետևաբար այդ փոփոխությունը իրանց պետք չէր։ Այդպիսի փոփոխություն ունենալու համար Սիրան ջան, անհրաժեշտ էր լուստրացիա։ Լուստրացիա հասկանալու համար, причем լուստրացիան պիտի անեն ոչ միայն արդարադատության համակարգում, բոլոր համակարգերում, մենք ասել ենք, որ անտրամաբանական է, էլի պատերազմից հետո խոսել, որ ունեցել ենք դավաճանություն, գլխավոր շտաբում ենք ունեցել, գեներալիտետի մեջ ենք ունեցել, տեղ չկա, որտեղ մենք դավաճանություն չենք ունեցել, ըստ վարչապետի, բայց քայլ անգամ չի արվել լուստրացիա իրականացնելու համար։ Ավելին ասեմ, ես ասել եմ, այդ լուստրացիան սկսեք ինձանից։ Էլ չեմ ասում 5-րդ Շարասյան հետ կապված Տիկին Դալաքյանը նշեց 5-րդ Շարասյունն ու իսկապես որևէ մեկը այդպես էլ իրականում չտեսավ ովքեր էին այդ 5-րդ Շարասյան ներկայացուցիչները։ Եթե ակնարկում են ընդդիմությունն ինքն էլ ասում է անուններ հրապարակեք, խնդրեմ փաստերով խոսեք, դատի տվեք, բայց որևէ այսպես բացի ձևակերպումներից 5-րդ Շարասյուն մենք կոնկրետ արդյունք չենք տեսել։ Հիմա շարունակությունը դրա, էլի պիտի հիշացնեմ, հին սովետական անեկդոտ կար, գլխավոր դատախազը Սովետական Միության, ասում է կփորփրեք գործ այնքան, որ չգաք հասնեք մեզ։ Ասում է, теперь внимание вопрос, ինչի չեմ փորփրում, իսկ միգուցե գալու են միջև ամենաբարձրագույն պաշտոնները հասնեն, իսկ միգուցե այնքան մարդու անունը հրապարակվելու, որ իրենց շատ ու շատերի մեծ մասի որևէ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունն է այլևս արգելափակվելու։ Չեն անում, հնարավորություն եղել է եւ այդ հնարավորությունը չի օգտագործվել։ Հետեւաբար այսօր խոսալ 5-րդ Շարասյան մասին, ձեզանից լավ 5-րդ Շարասյան, ես ինչի մասին եք խոսում։
Եսի նկատի ունեմ իշխանություններին։ Տիկին Դալաքյանը ամփոփենք, այ դուք ինչ եք կարծում 5-րդ Շարասյան հետ կապված, այդքան կտրուկ են ձեր գնահատականները, ձեզանից լավ 5-րդ Շարասյուն։ Տիկին Կարապետյանն իշխանությանն է ասում։ 5-րդ Շարասյունը ուղղակի բառ չի, ինչ է տեղի ունեցել 30 տարի Հայաստանի հայոց պետականության հիմքերը քանդվել են։ Նիկոլ Փաշինյանը ասում է, գնացել բանակցել են մի բան, եկել մեզ մի բան են ասել, որևէ պատասխանատվություն չկա։ Ստացվում է ժողովրդին խաբել են, ով է դրա համար պատասխանատու չկա։ Բանակը քանդել են, կերել են, կոպեկ պետք է բերենք, պատասխանատու չկա։ Որևէ բան չի փոխվել։ Մենք չենք եկել այստեղ Նիկոլ Փաշինյանին քննադատենք, խեղճ մարդ ուզում է բարեփոխում անի, մենք էլ sense տորպեդահարում ենք։ Ես փաստերով եմ սիրում խոսել։ Եթե ինչ-որ լավ բան անի, ես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն եմ, բայց ես չեմ տեսել դա։ Հիմա կամ ազգային ժողովում այդ մարդկանց վիրավորում ես, չէ, ասում ես դուք թալանել եք Պողոս Պողոսյան, Տերյանի վրա ութատուն ունեք ու այդ մարդիկ այսօր պատգամավոր են դարձել, երևի ամենալավ երազում են, դա չէին կարող տեսնել։ Նիկոլ Փաշինյանը իրենց գրավականն է, սիրելի հերոսն է, ես ձեզ ասեմ, քաղաքական դաշտում մնալու, բայց դու վարչապետ ես, այս ժամանակ ընդդիմության անդամ էիր, հասկանում ենք, խոսում էիր ուղղակի, հիմա ամբողջ իշխանությունը քո ձեռքում է։ Այնպիսի միապետի լիազորություններ եք ձեզ տվել սահմանադրությամբ, որ որևէ ձևով չեն կարող ձեզ փոխել։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի գրած լիազորություններն էլ ավելացրեց ուժային կառույցների հետ կապված, գիտեք։ Բա ի՞նչն է խանգարում, գլխավոր դատախազին դու ես նշանակում, արտադրության նախարարին դու ես նշանակում, ԲԴԽ եւ այլն։ Արեք, թե չէ գալիս է հարց ու պատասխանի ժամանակը, մեկը մեկին ասում է դու կապիտուլյանտ ես, նա էլ ասում է դու մարդասպան ես ու գնում են տուն, ձեռ են առնում, նորմալ երկրում այդ հայտարարություններից հետո մի հատ ԱԱՑ-ն այս բոլորով կզբաղվեր։ Բայց քանի որ մենք Նիկոլ Փաշինյանի իրականության մեջ ենք ապրում, արդեն մարդկանց համար նորմալ է, տարօրինակ չէ, հա եկան իրար ասին դավաճան, արդեն այդ ֆիլմը ոչ մեկ չի էլ նայում, ես ձեզ ասեմ, դրա համար հիմա անցել է ներքին արդեն կադրերին, քանի որ ժողովուրդը հասկացել է, որ այդ ուղղակի սցենարի մեջ է մտնում։ Չգիտեմ, ցանկության դեպքում Նիկոլ Փաշինյանը արդեն լյուստրացիայի արդյունքում է, կազատվեր այդ 5-րդ Շարասյունից։ Հիշում եք, ասում էր ընտրություններ են կեղծել այդ կուսակցությունները եւ նրանք իրավունք չունեն մասնակցել ընտրություններին, մասնակցեցին, հիմա էլ ընդդիմություն են դարել։ Խոսքին չի հետևում գործողություն։ Հիմա կամ նա սուտ է խոսում, կամ էլ չի կարողանում անել։ Դա կարևոր չի, կարևորն այն է, որ պետք է այս իրավիճակից դուրս գալ եւ ազատվել այս իշխանությունից։ Շնորհակալ եմ քննարկման համար, հիշեցնեմ, որ զրուցում էինք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի եւ վերլուծաբան քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։